Երկաթգծների վերաբերյալ հենց առաջինը կուզեմ ցույց տալ այս քարտեզներից մեկը ընդհանուրը, որը եթե քարտեզը ցույց տաք, սրանց վրա ես կմատնանշեմ, տեսեք, այս կենտրոնում այս հանգույցային այստեղ գտնվողը դա Հայաստանն է։ Կարմիրները երկաթգծերն են, որ Հայաստանից կամ այս շրջանից կանում միանում են տարբեր միջազգային ծովային նավահանգիստներ եւ այլն։ Դեպի հյուսիսը, եթե նայենք Մոսկվա գնացող երկաթուղին է, այստեղ դեպի Թուրքիայից Իսկանդերուն, Թուրքիայի միջոցով Իսկանդերուն միջերկրական ծով, այստեղ Պարսկաստանի ճանապարհով դեպի Պարսից ծոց, այստեղ էլ Ադրբեջանի ճանապարհով եւ նավով այստեղով Միջին Ասիա ճանապարհները։ 6 երկիր ունենք այս մեր շրջակայքում, որոնք կարող են օգտվել այս ճանապարհներից։ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Պարսկաստանը։ Այդ բոլորը, եթե այս ճանապարհները աշխատեն, հնարավորություն կունենան օգտվել դրանից։ Բայց այստեղ այսօր մեկ խնդիր կա։ Այս քարտեզ, եթե տեսնեք, Հայաստանի շրջանի մեծացած քարտեզն է։ Կարմիրը Հայաստանի երկաթգծերն են, դեղինը Ռուսաստանի երկաթգծերն են, բաց կապույտը Թուրքիային է, մուգ կապույտը Պարսկաստանին է, որ գրում են դեպի Պարսից ծոց, մոխրագույնը դրանք Ադրբեջանի երկաթգծերն են։ Տեսեք, այստեղ այս բոլորը կաշխատեն, եթե հնարավորություն ունենանք այս փոքր մասում հայկական գծանգերի, այս գծերից օգտվել, այստեղ մեկը դոր այստեղ, մեկ հայկական գիծ Մեղրիի շրջանը այստեղ, սա էլ Ադրբեջանով անցնող Նախիջևանի ճանապարհով անցնող ճանապարհն է։ Սա եթե բացվի, այս բոլոր 6 երկրները կարող են այս ճանապարհները օգտագործել իրենց տարբեր նպատակների համար։ Հիմա ձեզ ցույց տամ ավելի մանրակից, ավելի Հայաստանի շրջանին վերաբերող։ Տեսեք, կարմիրով գծվածը Հայաստանի սահմանն է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պարսկաստանի հետ։ Կապույտները երկաթգծերն են, ընդհանուր, որ երկրի տարածքով որ անցնում է, նրան է այդ երկաթգիծը։ Այդ երկաթուղիներից այդ համարերով 3 հատ համարով նշված է, կարմիր սլակներով ստեն նշված են, մեկը Մեղրին է, համար 1-ը Սյունիքի հատվածը, Սյունիքի մարզում, համար 2-ը Հրազդանի մոտ գտնվող դեպի Դիլիջան ճանապարհն է, համար 3-ն է Իջևանից դեպի Դիլիջան ճանապարհն է, որ միանում է Ադրբեջանի Ղազախին։ Սրանց մասին Մեղրիի մասին ամենը խոսում են, ամեն օր խոսում է, անունը Ալիևը դնում է Սյունիքի Միջանցք, որ իրավունք չունի դնել, քանի որ ինքը ստորագրել է օգոստոս 8-ին, որ դա այդպիսի անունով ճանապարհ գոյություն չունի, դա Հայաստանի ինքնավար տարածքին սուվերեն տարածքով անցնող հայկական ճանապարհ է, անունը Հայաստանը կորոշի, ոչ թե պարոն Ալիևը, բայց այս մյուս երկուսի մասին ընդհանրապես շատ քիչ է խոսվել։ Տեսեք, եթե Մեղրիի ճանապարհը բացվեց, Ադրբեջանից այս երկաթգծով պետք է ապրանք իրերը պետք է գան այստեղ անցնեն Հայաստան, Ադրբեջան Մեղրիով անցնեն, հետո մտնեն Նախիջևանով անցնեն, հետո գան Կարս եւ ընդեղից մտնեն դեպի Գյումրի եւ ընդեղից մտնեն Կարս։ Այս երկար ճանապարհը պետք է անցնեն։ Այս մյուս ճանապարհները, որ ես խոսում էի, հատկապես Երևանից դեպի Դիլիջան գնացող, որ միակ խոչընդոտը այնտեղ Հրազդանի մոտ թունելն է, որտեղ 20 տարի չի օգտագործվել եւ հավանաբար գծերը երսերն են տահանվել վաճառվել են։ Տեսեք, Ադրբեջանից դուք մտնում եք Հայաստան եւ ուղղակի գալիս եք Երևան։ 4 անգամ ճանապարհը կրճատվում է։ Ոչ մի համեմատելի չի այդ ճանապարհի երկարությունը։ Իսկ եթե այստեղ մենք նախապես որոշված էր այս համար 3-ը, որ այստեղ նշված է, այս համար ներողություն, համար 3-ը, որ նշված է, այս համար 3-ը Դիլիջանից դեպի Վանաձոր ճանապարհն է այստեղ, որի մեկ մասը երկաթգիծ գոյություն ունի, 20 կիլոմետր երկաթգիծ պետք է կառուցվի, որպեսզի Դիլիջանից ուղղակի Վանաձոր գնացքը միանանք 35 կիլոմետրով։ Սա էլ արդեն մեր ներքին ճանապարհներն են եւ մենք պետք է կառուցենք։ Եթե այս կառուցենք Թուրքիայից դեպի Ադրբեջանից Թուրքիա գնացող ճանապարհը սա կլինի ուղղակի ճանապարհ 200 կիլոմետրից պակաս։
փոխանակ այնտեղ մոտավորապես 800 կիլոմետր գնանք, թե 200 կիլոմետրից պակաս կմիանանք։ Իսկ ինչու՞ չէ այդ ճանապարհների մասին խոսում եմ դրա մասին, խոսում եմ, մտածում եմ, բայց արդյոք քանի որ սրանք այսօրվա որ մեր ճանապարհների երկաթգծերը Ռուսաստանի հսկողության տակ են, նրանք են ղեկավարում, նրանք ինչպես աշխատեն եւ այլն, եւ նրանք պետք է վերականգնեին ինչ որ պետք էր, Ռուսաստանը չի կատարել իր հանձնարարությունը։ Կարծես թե վարչապետը ակնարկեց, որ ակնկալում ենք, որ նրանք կհասկանան եւ մեզ կաջակցեն, իսկ եթե ոչ, ապա բարեկամական ձևով ինչ որ լուծումներ կգտնի։ Գիտեք ինչ կա, եթե պայմանագիր ունեք, որ պետք է այսքան X գումար ներդրում լինի այս 10 տարվա ընթացքում, այդ գումարը չի ներդրվում, բարելավումները չեն կատարվում, ուրեմն պայմանագիրը խախտել է այդ կողմը։ Դա արդեն միջոց է պետք է ծառայի, որ այդ պայմանագիրը չեղարկվի։ Ես իրավաբան չեմ, բայց այդ շատ պարզ տեսանելի է, որ ոչինչ չեն արել։ Այսինքն կառավարիչին փոխելը դառնում է արդեն օբյեկտիվ։ Ավելի կարևոր, շատ կարևոր է դառնում ղեկավարը այդ ճանապարհները կառավարող ով պետք է լինի։ Մեղրին էլ նույն խնդիրն ունի, այդ մեկը դորը քանի որ այն ժամանակ է որ տրվել էր Ռուսաստանին աշխատող չէր, ուրեմն նրանք հանց չեն առել այդ մասը։ Հիմա այդ մասը խնդրու առարկա է, ռուսներին կապ ունի թե կապ չունի։ Դա էլ իրավաբանական խնդիր է, որ տեսնենք մենք այս Թրամփի ուղին, որ խոսում ենք, որ Մեղրի տարանցիկ ճանապարհն է Ադրբեջանից դեպի Նախիջևան, այս փոքր կտոր է ներքևումը, այս Մեղրի ճանապարհը, որ եթե կառուցվելու է, ով պետք է կառուցի եւ ում պետք է պատկանի դա։ Հայաստանի տարածքով է, Հայաստանի ներսոյանի երկաթգծերն են Հայաստանինն են, բայց նրանց աշխատեցնելը Ռուսաստանն է անում։ Նա էլ Հայաստանինը կլինի, բայց աշխատեցնել այս անգամ պետք է թրիպի ղեկավարող կազմակերպությունը լինի, քանի որ դա թրիպի հիմնական մասը դա է։ Իսկ մյուսները արդեն կլինեն մեր վերահսկողության տակ։ Եթե մենք ենք կարող։ Պարոն Գալստյան, փաստորեն այս փոքր ճանապարհը, որ կրճատում է գրեթե 4 անգամ այդ երթուղին, ինքը պետք է լինի Իջևանից Երևան, Ղազախից գալիս է Իջևան, Իջևանից գալիս է Դիլիջան, հետո երկու մաս է բաժանում, Դիլիջանից կարող է գա Երևան, Դիլիջանից կարող է գնա Վանաձոր, եւ ընդեղից ուղղակի Գյումրի եւ Կարս։ Եվ Գյումրիից մի արդեն Թուրքիա։ Արդեն Թուրքիա։ Սա անգիծն է, որի մասին մենք խոսում ենք, որ պատրաստ ենք տալու եւ պատրաստ ենք համագործակցելու, բայց այսը բավականին կարճ ժամանակահատվածում։ Այս մյուսը ավելի կարճ ճանապարհը Վանաձորի միջոցով են դա։ Թունելի մասին խոսեցիք, այդ թունելի վիճակը ինչպիսին է։ Ես չգիտեմ ինչ վիճակի, բայց կարող եք պատկերացնել 20 տարի չգործածվող, չմաքրվող թունելի վիճակը ինչ կարող է լինել։ Չգիտեմ այդով փլուզումներ կան, չկան, մաքրելա պետք է այլն, բայց այնտեղի երկաթգիծը կարելի է վերականգնել։ Իսկ ավտոմոբիլային ճանապարհը ինչ վիճակ, ինչ է առաջարկում այստեղ, պարոն Գալստյան, երկաթգծերի մասին ենք խոսում, բայց ավտոմոբիլային ճանապարհը մի քիչ ավելի բարդ խնդիր է, ճանապարհը կա, ճանապարհները ամենտեղ կան, բայց արդյոք հայ քաղաքացին, Հայաստանի քաղաքացին կցանկանա Նախիջևանով իր ավտոյով ճանապարհը գնալ։ գնացքամի դեպքում ավելի անվտանգ է։ Ադրբեջանցին էլ կցանկանա Հայաստանի միջով անցնել ճանապարհով գնալ, երթևեկ ունենա, թե չէ։ Դա հոգեբանական խնդիր է, որ մենք պետք է աստիճանաբար բարի դրեացիական հարաբերությունները ստեղծելուց հետո այդ տրամադրությունները աստիճանաբար ստեղծվի ժողովրդի մեջ։ Ես կարող եմ իմ անձնական փորձով ասել, որ Պարսկաստանում, ես 60-ականներին, երբ որ Պարսկաստանում էի ապրում, Պարսկաստանից ընկերներով գնում էինք դեպի Եվրոպա ավտոյով։ Թեհրանից ավտոն նստում էինք Թավրիզ, Թավրիզից գնում էինք դեպի սահմանը, Բազելգան, ընդեղից Վան եւ այլն, ընդեղ մինչեւ Ստամբուլ եւ Եվրոպա։ Պարսկական ավտոները, որ Թուրքիայի տարածքով անցնում էին, գյուղերի միջով անցնելու, երեխաները քարկոծում էին։ Այսինքն ապահով չէր անցնել այնտեղ, պետք է արագ քշելով անցնեինք, որ մի բան չվնասեին։ Այսօր, եթե նույն գյուղի մեջից անցնում ես, կանգնացնում են, հրավիրում են, այդտեղ հյուրանոց ունենք, լավ հյուրանոց ունենք, ճաշարան ունենք, եկեք մնացեք, համեցեք ճաշեք եւ այլն եւ այլն։ Նույն ժողովուրդն է, երկու կողմն էլ նույն ժողովուրդն է։ Հոգեբանությունը փոխվել է, ժողովուրդը երբ որ հարաբերվել է իրար հետ, տեսել է
Նա էլ մարդ է, վատն ունի, լավն ունի, մենք էլ մարդ ենք, մեր մեջ էլ լավն էլ կա, վատն էլ կա։ Ուրեմն դու պիտի կարողանաս հարաբերվել պարզապես։ Հարաբերությունը կտրելը շատ հեշտ է։ Հարաբերությունները թշնամական դարձնելը հեշտ է։ Ավելի բարի դրացիական դարձնելը ամենադժվար գործն է։